Итак, мы остановились 7, 8, 9 стихи, утверждение о том, что Христос гораздо больше ангелов. Ангелы служители, Христос царь. Այսպիսով մենք խոսում ենք 7 ու 9-րդ խոսքերի մասին, որտեղ տեսանք, որ Հիսուսը գերակա է, նա գերազանց է հրեշտակներից, որտեղ հրեշտակները ծառաներ են, իսկ Հիսուսը թագավոր է։ И также в 8 стихе мы видим имя Бог непосредственно относится в контексте к Иисусу Христу. Եվ նաև 8-րդ խոսքում տեսնում ենք, որ Աստված բառը այս համատեքստում վերաբերում է Հիսուս Քրիստոսին։ Следующая цитата, 10 стих. Հաջորդ մեջբերումը 10-րդ խոսքն է. Христос выше ангелов, потому что он обладает превосходством и имеет статус Творца. Հիսուսը վեր է հրեշտակներից, որովհետև նա գերազանց է եւ նա արարչի կարգավիճակ ունի։ Он тот, кто основал землю. Небеса — дело его рук. Նա երկինքը ստեղծողն է, երկինքները нրա ձեռքի գործն են։ Поэтому он Творец, превосходит всех ангелов, и имя Господи, Господь, Куриос используется по отношению к Иисусу. Եվ նա վեր է գերազանց է հրեշտակներից եւ այստեղ հենց Աստված Գյուրոս, այդ Տեր Աստվածը այստեղ վերաբերվում է Հիսուսին։ Так. Колоссянам 1:16, Евреям 3:4 также свидетельствует о том, что он Творец. Պողոսացից 1:16-ը, Եբրայեցից 3:4-ը նույնպես վկայում են, որ նա արարիչ է։ Евреям 3:4 написано: «Ибо всякий дом устрояется кем-либо, а устроивший все есть Бог». Եբրայեցից 3:4-ն է ասում, որ ամեն ինչ նրանով է, ես էլ բացեմ, հա, կամ եթե մեկը բացել է, Եբրայեցից 3:4-ը։ Որովհետև սա ավելի, որովհետև ամեն մի տուն կառուցվում է մեկի կողմից, բայց նա, ով կառուցեց ամեն ինչ, Աստված է։ Ты прочитал, да? 3:4. Да. Спасибо. Поэтому нам нужно быть похожими на Фому. Ուստի մեզ պետք է նման լինել Թովմասին, который, увидев воскресшего Христа, что он сказал? ով տեսնելով հարուցյալ Քրիստոսին ինչ ասաց։ Միջև մատս չմցնեմ, խոցված տեղը չեմ հավատա։ До тех пор, пока я не суну свой палец в эти раны, я верить не буду. Да, а потом, когда Иисус явился, Իսկ հետո, երբ որ Հիսուսը հայտնվել էր, ինչ ասաց։ Ասաց, դասապես։ Չէ, Թովմասը ինչ ասեց, Թովմասը, որ այդտեսա վերջացրեց։ Աստված։ Ինչ։ Տեր եւ Աստված։ Мой Господь, мой Бог. Поэтому Иисус Христос, Он и Господь, и Он Бог. Հիսուս Քրիստոսը եւ Տեր է եւ Աստված։ Ну, в еврейском языке у нас есть имя Бога, которое транслитерируется Иегова или Яхве. Եբրայերենում կա Աստծո անունը, որը տարադարձում է որպես Յահվե, Եհովա։ Есть еврейское слово Адонай. Եվ նաև կա եբրայերեն Ադոնայ բառը, որը հենց Տեր է նշանակում։ Но Иисус Христос и то, и другое. Իսկ Հիսուս Քրիստոսը թե մեկն է, թե մյուսը։ Свидетели Иеговы, они Иоанна 20:28 объясняют следующим образом.
Եհովայի վկաները Հովանեսի 20-28-ը հետևյալ կերպ են բացատրում. Ну, по крайней мере, некоторые, я не говорю за всех, но я слышал такое объяснение, что Фома обратился, посмотрел на Иисуса и сказал: «Господь мой». Չեմ ասում բոլոր Եհովայի վկաները, բայց իրենց մեջ կա այդպիսի կարծիք, լսել եմ, որ ասում են, այդտեղ Թովմասը, որ ասեց Տեր իմ, А потом он посмотрел на небо и сказал: «Бог мой». իսկ իսկ դրանից հետո դեպի երկինք նայեց, ո ասեց Աստված իմ։ Но кажется, грамматика текста говорит, что все было адресовано Иисусу Христу. Բայց թվում է, որ հենց տեքստը իր բնույթով ցույց է տալիս, որ այդ ամենը ուղղված էր Քրիստոսին։ И первая глава Евреям ясно говорит об этом. Իսկ Եբրայեցիս առաջին գլուխը հստակ խոսում է այդ մասին։ Поэтому никто не должен получать такого рода поклонения, кроме одного Бога. Богу следует Ոստի поклоняться. այդպիսի երկրպագություն ոչ ոք չպետք է ստանա։ Երկրպագություն պետք է արվի միայն Տեր Աստծուն։ Но дело в том, что Христос и есть Бог. Եվ բանը նրանում է, որ Քրիստոսն ինքը Աստված է, հենց ինքն է Աստված։ И мы уже с вами говорили относительно Откровения 19:10 и 22:9, где Иоанн хотел поклоняться ангелам, и ангел не разрешил. Մենք արդեն այս մասին խոսեցինք, որ հայտնություն 19, 10 եւ 22:9-ում Հովանեսը փորձեց երկրպագել հրեշտակին, բայց հրեշտակը թույլ չտվեց։ Колоссянам, сейчас еще один стих посмотрю. И Писание предупреждает, чтобы мы никоим образом не поклонялись ангелам или им служили. Եվ սուր գիրքը զգուշացնում է, որ որևէ կերպ մենք ոչ հրեշտակ որևէ մեկի երկրպագություն չանենք։ И, следовательно, ну, Колоссянам 2:18, например, прочитайте. Օրինակ ընթերցենք Կողոսացիների 2:18-ը։ Թող ոչ ոք ձեզ չզրկի մրցանակից, ինքնակամ նվաստացմամբ եւ հրեշտակների պաշտամունքով, միջամուխ լինելով այնպիսի բաների, որ չի տեսել, իր մարմնավոր մտքով զուր տեղը հպարտանալով։ Павел говорит нам: не обманывайтесь вот каким-то вот этим служением ангелам, не пытайтесь залезть туда, куда не надо. Այստեղ Պողոսը ասում է, որ մի խաբվեք այդ հրեշտակների ինչ որ պաշտամունքների կամ էլ այնպիսի բաների մեջ, ուր պետք է այսպես գլուխներդ մտցնեք միտեղ, որ պետք չի։ Мой друг, когда я покаялся, у меня не было компьютера, и он позволил мне поработать на его компьютере. Իմ ընկերներից մեկը, որ ուներ համակարգիչ, իսկ ես դեռ չունեի, նոր էի ապաշխարել ու ինձ թույլ տվեց, որ օգտվեմ իր համակարգչից։ Он открыл Word документ и сказал: вот, учись печатать. Բացում է ընկերս մի Word-ի փաստաթուղթ եւ ինձ ասում է, ահա, հիմա դու տպել սովորի։ Я двумя пальцами, наверное, полдня набирал одну страницу. Ես այսպես երկու մատս օգտագործելով եւ մի կես օրվա մեջ ընդամենը 1 օր կարողացա տպել, 1 օր կարողացա, 1 էջ ընդամենը կարողացա տպել։ Это была такая пытка. Ինձ համար այնպիսի չարչարանք էր դա։ И потом, ну, это невозможно делать постоянно, поэтому я решил посмотреть, а что-то там в компьютере. Ու դա հնարավոր չէր անընդհատ այդ ձև շարունակել, որոշեցի նայեմ, տեսնեմ այդ համակարգչում ինչեր կան։ Знание английского у меня было
минимальная. Անգլերենի իմացությունս էլ նվազագույն մակարդակի վրա էր։ Я не знал, что такое формат, например. Օրինակ ես չգիտեի ֆորմատ բառը, այդ գործողություն դա ինչ է նշանակում։ И, в общем, мне было интересно все исследовать, конечно. Ինձ հետաքրքիր էր այդ ամեն ինչը ուսումնասիրել, իհարկե։ И на следующий день, когда я пришел снова тренироваться и учиться печатать, Եվ հաջորդ օրը, երբ որ նորից եկա, որ փորձեմ տպել սովորել, мой друг сказал, за этот компьютер больше не садись. Գերես ասեց, այս համակարգչի մոտ այլևս դու մի նստիր։ Э, Как я потом понял, я ему всю систему сломал. Ինչպես հետո ես հասկացա, այդ իր ամբողջ համակարգը կոտրել էի։ Ну, не надо лазить туда, куда не надо. Այսինքն, որտեղ պետք չի ոնց որ կոպիտ ասած մեր քիթը խոթենք, պետք չի այդտեղ գնալ։ Да, Писание говорит про ангелов. Այո, գրվածքը խոսում է հրեշտակների մասին։ И оно предоставляет необходимое знание, которое нам нужно знать. Եվ մեզ տրամադրում է այն անհրաժեշտ գիտելիքը, որ պետք է մեզ։ Но Писание также предупреждает от лишнего любопытства, чтобы мы не влазили туда, куда не нужно. Եվ նաև Աստվածաշունչը մեզ զգուշացնում է ավելորդ հետաքրքրասիրությունից, որպիսի ուր որ պետք չի մենք մտնենք, այդ տեղերը չմտնենք։ Придет время, мы разберемся с ангелами. Ժամանակը կգա, մենք այդ հրեշտակների հետ հարցերը մեր կկարգավորենք։ Сейчас нам четко ясно мы понимаем, что мы должны служить Богу. Они только служебные духи. Մենք հիմա հստակ բարձ հասկանում ենք, որ միայն պետք է ծառայենք Աստծուն, իսկ հրեշտակները ծառայողական հոգիներ են։ И говоря об этом, думаю, важно заметить следующую их функцию, что они совершают служение, ну это в 14 стихе. Եվ այս մասին խոսելով մենք պետք է նայենք այն ծառայությունը, որ իրենք անում են, արդեն 14-րդ խոսքում, как по отношению к истинному Богу, так и по отношению к избранным верующим. Նրանք կատարում են այդ ծառայությունը որպես ծառայող հոգիներ, թե Աստծո համար եւ նաեւ նրանց համար, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։ 11-12 стихи мы видим, подчеркивается статус Иисуса в вечности и его самосуществование. 11 стих 11 и 12. 11 եւ 12-րդ խոսքերում խոսվում է Հիսուսի այդ հավիտենական ինքնագո լինելու բնույթի մասին։ Говорится о творении, что оно погибнет. Все становится ветхим, все ломается, рассыпается. Երբ որ ասում է, որ արարչությունը ամեն ինչը կվերանա, ամեն ինչը կանցնի։ Моя машина постоянно находится под прессом второго закона термодинамики. Իմ մեքենան միշտ գտնվում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքի ճնշման տակ։ Постоянно требуется ремонт. Անընդհատ վերանորոգման կարիք է զգացվում։ Ну, единственный Бог, он постоянный, неизменный. Միակ Աստված է, որ անփոփոխ է։ Он может взять Вселенную и как, не знаю, бумагу для бутерброда свернуть и сложить. Նա կարող է, ասենք, ամբողջ տիեզերքը վերցնի ու մի բուտերբրոդ փաթաթել ու թղթի նման այսպես փաթաթի մի կողմ դնի։ Но Бог, он бесконечный, его лета не кончаются, 12 стих. Բայց Աստված անսահման է եւ
Ինչպես 12-րդ խոսքն է ասում, որ նրա տարիները չեն պակասելու։ И последний аргумент, шестое доказательство, 13-14 стихи. Եվ վերջին փաստարկը եւ 6-րդ ապացույցը 13 եւ 14-րդ խոսքերն են։ Мы видим, подчеркивается уникальный статус владыки по сравнению с покорным духом. Եվ այստեղ մենք տեսնում ենք Служебных духов. այդ սպասավոր հոգիների վրա կարգված տիրակալին։ Ну, мы уже с вами посмотрели первый аргумент, 4-5 стихи. Уникальное место Христа, избранного Богом царя. Արդեն տեսանք առաջին կարգավիճակի առաջին դիրքը 3-4 խոսքում յուրահատուկ ձևով ընտրված թագավորին։ 6 стих показывает уникальное место Христа, его положение достойного поклонения. 6-րդ խոսքը ցույց է տալիս այդ յուրահատուկ կարգավիճակը դիրքը Հիսուսի, որ նա արժանի է երկրպագության։ 7-9 стихи уникальность Христа в том, что он является господином по сравнению со слугой или со служителями, ангелами. 7-րդ 9-րդ խոսքում մենք տեսնում ենք, որ նա գերազանց է, Տերը եւ վեր է այդ սպասավոր հոգիներից։ 10 стих Христос творец всего сущего. 10-րդ խոսքում Հիսուսը ամեն գոյություն ունեցողի արարիչն է։ И 11-12 стихи он единственный, обладающий в себе вечностью и самосуществованием. 11-12 խոսքերում նա եզակի մեկն է, ով իր մեջ ունի հավետենությունը եւ ինքնագո է։ 13-14 говорят о его суверенитете, что он является владыкой над всей вселенной. Եվ 13-14 խոսքը ցույց է տալիս, որ ինքը էլի ինքնագո սուվերեն է եւ տիրակալ է ամբողջ արարչության տիեզերքի վրա։ Один из самых часто цитируемых текстов Писания перед нами, Псалом 110. Մեր արչև է հիմա ամենից շատ մեջբերվող սուրբային խոսքը Սաղմոս 110-ից։ И он играет ключевую роль и указывает, Այն կարևոր դեր է կատարում, скажем так, связывает всю историю человечества под господством Иисуса Христа. եւ մարդկության ամբողջ պատմությունը այսպես վերում կապում է Հիսուս Քրիստոսի տիրակալության ներքո դնելով։ Это тот текст, который не могли понять фарисеи, книжники перед страданиями Христа. Սա այն սուբգրային տեքստն է, որ փարիսեցիներն ու դպիրները Քրիստոսի խաչելությունից առաջ չէին կարողանում հասկանալ։ Помните, они задавали ему вопросы, испытывали, искушали, пытались уловить. Հիշում եք, նրան հարցեր էին տալիս, փորձում էին նրան կարծես ծուղակի մեջ գցել։ И потом они уже замолчали, тогда Христос сказал: «А Мессия, чей он сын?» Իսկ հետո նրանք լռեցին, երբ որ Հիսուսն ասաց Մեսիան, նա ում որդին է։ И они ему говорят: Давидов. Ասում են Դավթի։ Он говорит: а как же Давид называет его своим Господом? Իսկ նա հարցնում է, այդ դեպքում ինչպես է Դավիթը նրան իրեն Տեր անվանում։ И ответ стоял перед ними. Եվ պատասխանը իրենց առջև կանգնած էր։ Бог, пришедший во плоти от рода Давидова по плоти. Աստված, որ եկել էր մարմնյացյալ ձևով եւ հենց Դավթի ցեղից էր մարմնով։ И мы видим в этом псалме две личности Троицы.
Այս սաղմոսում մենք երրորդության երկու անձերին տեսնում ենք, Э, э, мы видим, что есть общение внутри Троицы. եւ մենք տեսնում ենք, որ երրորդության ներսում հաղորդակցություն է կատարվում։ Это не то, как свидетели Иеговы или пятидесятники, единственники понимают Бога. Так? Э, Ну, пятидесятники, единственники, они верят, что есть тут только один Бог, они отвергают Троицу. Свидетели Иеговы отвергают Троицу. Եհովայի վկաները նրանք մերժում են երրորդությունը, а пятидесятники Пятидесятники, единственники. Это название конфессии. հա, գոյություն ունի այդպիսի հարանվանություն, հոգեգալստականներ, ոնց որ միաստվածականներ, Ага. հենց այդ ձև։ Да. Они тоже отвергают. Есть харизматические пятидесятнические церкви, которые признают Троицу. Հա, խարիզմատիկ հոգեգալստական եկեղեցիներ կան, որ ընդունում են երրորդությունը։ Но среди этой группы пятидесятников есть отдельная группа, которая отвергает Троицу. Հա, բայց հոգեգալստականների մեջ կա առանձին խումբ, ովքեր մերժում են երրորդությունը։ Ну, они в Америке есть, в Украине Ամերիկայում есть. կան, Я думаю, Ուկրաինայում կան, я думаю, во многих странах присутствуют. կարծում եմ շատ երկրներում նրանք կան։ Но они смотрят на Бога, который обладает только одной личностью. Նրանք նայում են Աստծուն եւ ընդունում այնպիսին, որ նա ընդամենը մեկ անձ է։ И это немножко напоминает мультик про, по-моему, там 80 дней вокруг света, там мистер Фикс. Դա մի քիչ հիշեցնում է այն մուլտֆիլմը, որ վերնագիրն էր 80 օր աշխարհի շուրջը, Mr. Fix կար, И который пытается там, нарушить все планы. И он спрашивает себе, он сам с собой постоянно разговаривает. ով փորձում է այդ բոլոր ծրագրերը միշտ խառնել ու ինքը իր հետ անընդհատ այսպես խոսում է։ И это проблема для таких людей, которые неправильно понимают Бога. Եվ դա խնդիր է նման մարդկանց համար, ովքեր ճիշտ չեն հասկանում Աստծուն։ Ну, еврейский текст написано, что сказал Яхве Адонаю. Հրեական տեքստում ասվում է, որ Յահվեն Ադոնային ասաց։ И мы видим определенный диалог. Եվ մենք տեսնում ենք այստեղ հստակ երկխոսություն, И Бог дает власть сесть одесную сыну на высоте. եւ Աստված իշխանություն է տալիս որդուն նստելու այդ բարձր գահի վրա, И поэтому աջ կողմում, придет время, когда все преклонятся пред Христом. ուստի կգա այդ ժամանակը, որ բոլորը կխոնարհվեն Քրիստոսի առջև։ Павел Филиппийцам говорит об этом. Պողոսը Ֆիլիպեցիներին ասում է այդ մասին։ Поэтому выше подняться куда-то просто невозможно. Ուստի սրանից էլ ավելի ինչ որտեղ բարձր դիրքի գնալը հասնելը ուղղակի անհնար է։ Ну, все будет под ногами Иисуса Христа. Ամեն ինչ լինելու է Քրիստոսի ոտքերի տակ։ Яна ջան, հարց ունեմ մի հատ։ Можно вопрос? Да. Այս անցած դասին ոչ հարցերի հետ էր 6-րդ համարը, որ ասում է Աստծո բոլոր հրեշտակները թող երկրպագեն նրան։ Այս որտեղ է գրած։ Աստվածաշնչի որ հատվածից, հա։ Հա, էլի ոնց որ Вот это Կրտի հեղինակը որտեղից է էսի ցիտում։ Իմ աստվածաշնչում կա, բայց եսա հարցնեմ։ Вот 6 стих автор цитирует из какого местописания? Сейчас скажу. У меня есть Второзаконие 32:43.
Это У меня есть. А? В моей Библии есть. Прямо рядом. Իմ М, մոտ է ձև իմ աստվածաշնչում կա։ իսկ որտեղ է ցույց Բայց это ոնց որ 70-ից էլի, Да, հա? 21:17. Как? Эм, Как Так, вы сейчас, сказали? секунду. Шестой стих. Сейчас, не-не-не, это параллельное место. Так, секунду. Իմ Вот, մոտ ասում է у Коринфян. меня в моей Библии երկրորդ օրինաց 32:43 հա տալիս, բայց 7, հա? Այդտեղ չկա Э, դա։ Пса- Ահա։ Второзаконие, Երկրորդ Второзаконие օրինաց 32:43. Հա, ինքն էլ է այդ ասում։ Երկրորդ օրինաց 32-ի 43 И, возможно, намек на Псалом 97:7. եւ նաեւ թերևս ակնարկ Սաղմոս 97-ի 7-ին։ Вот это пусть ангелы поклоняются ему. Вот это местописание он спрашивал. Мгм. Ну да. Հա, А, Давайте сейчас гляну перевод. Так, Второзаконие. 32:43. Պայքարանի հեղինակները, որ sense չորնանս օրինն են։ Չէ՞։ ըմ, Интересно посмотреть. Так. բայց աստորեն այդ չի, չէ, խոսրո։ Այդ խոսքը չի, ես էլ բացեցի։ Հայ, չկա է Լիանա ջան, արզու Ուղղակի իմ մոտ էս բանա, ոնց որ 70-ից հետ բանա դրած, գուցե այնտեղ է այդ ձև եղել, չգիտեմ, այ։ Էդ էլ է գրած էլի իմ մոտ։ Ща, Псалом 97:7. Եվ թող նրան երկրպագեն Աստծո բոլոր հրեշտակները։ Ага, вот. Я думаю, это цитата из Կարծում եմ սա մեջ վերում է Псалом 97:7. Սաղմոս 97-ի 7-ը, Ну, в еврейском, да, в еврейском тексте, да, 97:7. А в греческой Библии, Септуагинте, это եւ 96:7. եւ հունարեն Աստվածաշնչում Սեպտուագենտայում 96-ի 7։ Вот так. 96:7. И если смотреть перевод Септуагинты, то боги было переведено поклонятся ему все ангелы твои. Դա 97-ի վերջին։ Понятно, да? Да, поклонница, да? Да, Здесь говорится, и пусть поклонится. У нас пусть поклонится. У вас поклонится. нет, тут разница немножко, ну, акцент не в этом, я хотел сказать. Եվ ասում է նրան կերկրպագեն բոլոր հրեշտակները։ Речь идет о том, что в Псалме 97:7 написано «поклонятся ему все боги». Հա, բանը նրանում է, որ Սաղմոս 97-7-ում ասվում է, որ կխոնարհվեն նրա առջև կամ նրան կերկրպագեն բոլոր աստվածները։ И мы понимаем, что иногда слово «боги»
оно используется не только по отношению к истинному Богу, но речь может идти в зависимости от контекста или же о языческих богах. И иногда боги — это люди в качестве судей выступают. Ну, надо смотреть контекст. Եվ մենք գիտենք, որ Աստվածաշնչում, երբ որ օգտագործում է Աստվածներ բառը, պետք է ուշադիր լինել համատեքստին, քանի որ այն կարող է կիրառվել թե որպես հեթանոսական աստվածներ նկատի ունենալով, եւ թե երբեմն մարդկանց նկատի ունենալով, որպես մարդիկ, որ դատավորներ են, դատ են անում այդ իմաստով։ Но и мы видим, что в контексте речь идет как о народах, и 7 стих также речь идет о тех, кто служит истуканам. Եվ այստեղ տեսնում ենք, որ համատեքստում խոսքը գնում է թե ժողովուրդներին եւ նաեւ թե նրանց, որ ինչ որ կուրքերի են պաշտում։ Но вот эту фразу «поклонитесь перед ним все боги» перевели на греческий в Септуагинте. Поклонитесь, сейчас как там Եվ сказано? 70-ում այս հատվածը, որ խոնարհվեցեք, Поклонитесь ему все Այսպես է ангелы твои. այսպես է թարգմանված եւ թող երկրպագեն քեզ քո բոլոր հրեշտակները։ Սեպտուագինտայում այդպես գրված, հա։ Հա, հունարեն այդ 70-ից էլի։ Поэтому мы говорили в вступлении, что автор чаще всего, когда цитирует Ветхий Завет, Մենք он նախաբանում он ասացինք, был, որ он был знаком с греческим текстом и больше свободно его цитирует, нежели еврейский. մենք նախաբանում ասացինք, որ հեղինակը քաջ ծանոթ է հունարեն տեքստին եւ ավելի շատ մեջբերումներ այնտեղից է անում, քան հրեական տեքստից։ Okay. Merci. Да, спасибо. Так, поэтому последний аргумент. Եվ վերջին փաստարկը Мы видим, что Христос, он владыка над всей вселенной. մենք տեսնում ենք, որ Քրիստոսը ամբողջ տիեզերքի տիրակալն է, В отличие от ангелов. ի տարբերություն հրեշտակների։ Чем занимаются ангелы? Իսկ ինչով են զբաղվում հրեշտակները։ Они служебные духи, посылаемые на служение. Նրանք ծառայողական հոգիներ են, որոնք ուղարկվում են ծառայելու, սպասավորություն անելու։ И мы видим, что не падшие ангелы выполняют две функции. Եվ մենք տեսնում ենք, որ այն հրեշտակները, որոնք անկյալ չեն, երկու գործառույթ են կատարում։ Они служат, поклоняются Богу, и они служат спасенным. Նրանք ծառայում են երկրպագելով Աստծուն եւ նաեւ նրանք ծառայում են սպասավորություն են անում փրկվածներին։ Поэтому Христос владыка всех, а ангелы служат нам. Ուստի Քրիստոսը տիրակալ է ամեն ինչի վրա, իսկ հրեշտակները ծառայում են մեզ։ Вы уже придумали, как назвать своего ангела? Դուք արդեն մտածել եք ձեր հրեշտակին ինչ անուն դնել։ Моего ангела есть имя. Gizmo. Գիզմա։ Но мы знаем, что ангелы могут и вероятнее всего присутствуют и действуют даже сегодня. Մենք գիտենք, որ հրեշտակները կան իրենց գոյությունը հիմա էլ, այսօր էլ իրենց գործունեությունը ծավալում են։ Они себя, не выявляют или не проявляют, но они совершают свое служение. Իրենք իրենց չեն բացահայտում, իրենց չեն հայտնում
բայց իրենց ծառայությունը կատարում են։ Поэтому нам не следует гоняться за ангелами или пытаться связаться с ними. Ուստի պետք չի մենք ընկնենք հրեշտակների հետևից կամ էլ փորձենք նրանց հետ կապ հաստատել։ Ну, возможно, придя в вечность, мы увидим, что они в определенные моменты защитили нас или избавили нас от чего-то. Ու հավանական է, որ երբ որ մենք երկնքում լինենք, այնտեղ կտեսնենք այն որոշակի պահերը, ժամանակները, որ նրանք մեզ ինչ որ բաներից ազատել կամ փրկել են։ Но Писание, этот текст не говорит, что все дети имеют ангелов. Այս տեքստը եւ Աստվածաշունչը չի ասում, որ բոլոր երեխաները հրեշտակ ունեն։ Я не думаю, что Писание где-то утверждает об этом. Ես չեմ կարծում, որ ինչ որտեղ Աստվածաշունչը հաստատում է դա։ Но Писание ясно учит, что верующие, вероятнее всего, имеют ангелов. Բայց Աստվածաշունչը սովորեցնում է, որ ամենայն հավանականությամբ հավատացյալները ունեն հրեշտակներ։ Ну, тоже будет глупо думать, что постоянно какой-то ангел 24/7 привязан ко мне. Եվ նորից հիմարություն կլինի մտածել, որ ինչ որ մի հրեշտակ շաբաթը 7 օրը 24 ժամ իմ հետ սենց կապված է, ինձ է կցված։ Потому что в Евангелии где-то 18 глава, от Матфея 18 глава, Иисус Христос говорит: не соблазняйте одного из малых сих верующих в меня. Он говорит об учениках. Երբ որ Մատթեոս 18-րդ գլխում Քրիստոսն ասում է այս փոքրիկներից մեկին չգայթակղեք, նա նկատի ունի իր աշակերտներին։ И одна из причин почему, потому что ангелы их всегда видят лице Отца моего Небесного. Եվ պատճառներից մեկը թե ինչու, որովհետև նա ասում է նրանց հրեշտակները միշտ իմ հոր երեսի առջև են։ Поэтому складывается впечатление, что большую часть времени ангелы находятся в присутствии Божьем, но, вероятно, иногда отлучаются для выполнения каких-то задач для верующих. Եվ այստեղից այն տպավորությունն է ստեղծվում, որ ժամանակի մեծ մասը նրանք գտնվում են հայր Աստծո մոտ եւ ժամանակ առ ժամանակ այնտեղից ինչ որ առաջադրանք կատարելու նպատակով տեղաշարժվում են։ Но, тем не менее, несмотря на то, что они всегда в присутствии, они точно знают, что происходит с нами. Եվ այդուհանդերձ, չնայած որ նրանք մշտապես Աստծո ներկայության մեջ են, նրանք տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ։ Ну, по крайней мере, это то, как я понимаю этот текст Матфея 18. Ես համենայն դեպս Մատթեոս 18-ի տեքստը այդպես եմ հասկանում։ Так, есть вопросы? Հարցեր կան։ Нету. Так, мы уже на второй передаче, надо переключаться на третью. Անցնենք հարագություն ավելի մեծացնենք։ Так, вторая глава. Так, Երկրորդ գլուխ я хотел вам скинуть план послания к евреям. ուզում եմ այդ պլանը ուղարկեմ։ Так, а как вам лучше скинуть? В чат скинуть можно вам его? Ուր չաթի մեջ ուղարկի, Դա, թե որտեղ։ Բանի, Messenger-ի chat-ի, էլի։ Ահա, Messenger։ Որտեղ կուզի։ Хорошо, сейчас и туда скину. Да, երկու տեղներ կուղարկի։ Так, раз. Надеюсь, я послал или? Вы послали на Messenger сейчас? Нет, я в чате, наверное, не хочет принимать такой большой текст. Секунду. Да, сбросить. Так, вот. Правда, надо подвинуть будет текст. Но я думаю, вы это сможете сделать в Word.
Այդ ուղարկումա տեքստը դուք Word-ով կկարողանաք մի քիչ տեղաշարժել։ Так, а в чате я не могу сбросить в зуме, почему-то такой текст не дает. Видать, очень много текста. Երևի տեքստը մեծ է, շատ է, չաթը не дает или Messenger։ Не, в мессенджере я уже послал. Messenger ուղարկել է արդեն։ вот я Но, да, в чате в зуме почему-то не Zoom-ում позволяет, да. չի թողնում, որ չի ստացվում։ Поэтому, если вы посмотрите, у нас есть 5 таких основных разделов в этой книге. Եթե նայում ենք, այս գրքում մենք ունենք 5 հիմնական բաժին։ И после вступления первые 4 стиха с 5 по 4 главу 16 стих Божий царский сын. О нем идет речь. Вы о первой главе, да, сейчас? Или вы в целом? Я смотрю сейчас план. Я тоже хочу открыть. Можно. Да-да. Որտեղ է եկել այդ ծրագիրը։ Բանում Messenger-ում։ Здесь чем տեսնում։ Ну Так, ладно, я сейчас, я не вижу, вы скажите, я переведу. Так, сейчас я Почему-то секунду сброшу вам. Так, послание к евреям. Так, вот, Найн. Դες մոտ եկել է, բայց ես կարող է թե ուսանողների հետ բանում ես կամ։ Հա, այդտեղ ա այդտեղ։ Բայց դա Вот я- հայերեն տեքստեր են լրիվ։ Հայերեն ուղարկեմ Արաբ Քարփանյանցի։ Я сбросил еще документ. Мгм. Можно посмотреть. Там, я думаю. Первый план это с Библии МакАртура, как он там разбито, можно посмотреть. И второй, я уже забыл, откуда я его взял. Առաջինը Մակ Արտուրինն է, իր Աստվածաշնչի, այդ իր մեկնաբանության Աստվածաշնչի միջից, երկրորդացումը չեմ հիշում, որտեղից եմ վերցրել։ Ну, сейчас я непосредственно то, что на русском смотрю. Իսկ հիմա այդ ռուսերենից որ կա դա է նայում։ И если вы открыли именно уже сам документ, то вы видите, там есть курсивом выделены 5 предупреждающих отрывках, о которых Хурсов спрашивал. Հիմա այդտեղ որ տեսնում եք կուրսորով կա 5 այդ նախազգուշական հատվածները, որ ասում ենք, այդ բաժինները։ Ահա։ Поэтому, когда мы читаем это послание, мы видим, что с одной стороны, автор говорит о том, что Христос превосходит ангелов, Христос превосходит Моисея, Аарона, священников и так далее. Երբ որ կարդում ենք, մենք տեսնում ենք, որ մի կողմից Քրիստոսը գերազանց է, նա գերակա է հրեշտակներից, Մովսեսից, Аарոնից, ամբողջ այդ քահանայությունից։ Но параллельно он также вставляет вот эти предупреждения. Եվ դրան զուգահեռ նա նաև հետևյալ նախազգուշացումներն է տալիս։ Я думаю, что ошибкой будет читать это письмо, как будто все это письмо обязательно относится ко мне лично. Եվ սխալ կլինի այս նամակը կարդալ այնպես, ասես անձամբ ինձ амбողջ նամակը վերաբերում է։ Я не знаю, как в вашей церкви, но в некоторых церквях там проповедник или пастор, он призывает людей к покаянию. Есть такое? Չգիտեմ ինչպես ձեր եկեղեցիներում, բայց շատ եկեղեցիներում հովիվը կամ քարոզիչը շորտին կանչում է ապաշխարության, կոչ է անում ապաշխարության։ Մենք չենք անում մեր եկեղեցիում։ Мы такое не делаем в нашей церкви։ Ну, вы знаете, что некоторые делают. Բայց գիտեք որ ոմանք անում են։ Այո։
Ну, я тоже, ну, я не каждое воскресенье, ну, стою, и те же самые люди, которые 20 лет назад приняли крещение, я им говорю, покайтесь, выйдите вперед, может, Господь Տեսել, коснулся вашего сердца. մեր եկեղեցում այդ ապաշխարության կոչ կարող է լինել, բայց ոչ ամեն Կիրակի, որ կանգնես մարդը մի 20 տարի առաջ մկրտվել է եւ այլն ու ասես եկեք ապաշխարեք ձեր մեղքերից այդ նույն բանը չենք անում։ Но представьте не маленькую церковь, а, ну, достаточно, скажем, большую. Բայց հիմա պատկերացրեք ոչ թե մի փոքր, այլ բավականին մեծ եկեղեցի, И в этой церкви есть разные категории людей. ու այդ եկեղեցում տարբեր կատեգորիայի մարդիկ կան։ Некоторые являются старожилами, они от самого начала, они прошли огонь и воду, медные трубы. Եվ կան իրանց մեջ մարդիկ, ովքեր արդեն այն որ ամեն ինչով անցած, ամեն դժվարություններ հաղթահարած, ամեն ինչ տեսել են, անցել են։ Есть только новообращенные люди. Կան մարդիկ, ովքեր նորադարձ են։ Есть люди, которые, ну, слабые духовно, имеют проблемы с некоторыми грехами. Կան մարդիկ, ովքեր հոգևորապես տկար են, որոշ մեղքերի հետ խնդիրներ ունեն։ Другие имеют искушение, соблазн вернуться назад в свою старую религию. Կան նաև մարդիկ, ովքեր ինչ որ գայթակղություններ ունեն եւ հակում ունեն վերադառնալու իրենց նախկին ունեցած կրոնին։ А некоторые уже собрали чемоданы и ушли. Ոմանք էլ արդեն ճամպրուկները հավաքելու հեռացել են։ А некоторые только приходят на собрание, но они не знают Христа. Ոմանք էլ գալիս են միայն ժողովներին, բայց Քրիստոսին չեն ճանաչում։ Поэтому как проповедовать такой церкви? Հիմա այդպիսի եկեղեցում ինչպես քարոզել։ Ты должен как проповедник что-то дать каждому, каждого чуть-чуть накормить. Որպես քարոզիչ դու պարտավոր ես այնպիսի խոսք տալ, որ դրանցից ամեն մեկին մի քիչ կերակրես։ Поэтому одному ты скажешь, все хорошо с тобой, продолжай так же, в том же духе. Молодец, не унывай. Ոստի մեկին դու գուցե ասես ապրես, լավ ես գնում, այդպես հոգով շարունակիր, քաջալերվիր, չտրտնջաս։ А другому нужно сказать, дорогой, ты плохо закончишь. Այն մյուսին պետք է ասել, սիրելիս, քո վերջը լավ չի լինի։ Если дальше будешь грешить, не знаю, может, ты Христа не знаешь. Եթե դու այսպես շարունակես մեղանչելը, դու երևի Քրիստոսին էլ չգիտես։ А третьему нужно сказать, поспеши примириться с Христом, потому что умереть без Христа это будет плачевно и необратимо. Իսկ երրորդին պետք է ասես շտապիր, ընդունիր Քրիստոսին, որովհետև առանց Քրիստոս մեռնելը դա մի ողբերգական բան կլինի։ И поэтому вы, когда приходите в церковь и слушаете такую проповедь, вы же не все принимаете себе. Ой, мне и тут и покаяться надо, и все нормально со мной, а может, я Христа не знаю. Это же не может быть все правда о вас. Ոստի երբ որ դու եկեղեցում ես ու այդպես քարոզը լսում ես, դու ամեն ինչը անձամբ քեզ վրա հոր չես կիրառում, չես ասում, օ, իմ մոտ ամեն ինչ լավ է, մեկ էլ հանկարծ մտածում ես, վայ, ես Քրիստոսին չգիտեմ, կամ պիտի հասցնեմ այս բանը անեմ, ամեն ինչը չես կիրառում։ Поэтому вы слушаете проповедника и понимаете, ну, эти слова не ко мне. Ոստի դու լսում ես քարոզչին ու դու հասկանում ես, որ հա, այս խոսքերը ինձ չեն վերաբերում։ Мне не нужно сегодня каяться, я уже покаялся. Ինձ այսօր ապաշխարել պետք չի, ես արդեն ապաշխարել եմ։ Ну, конечно, да, говори. Մեր մոտ հետ էինք խոսում, միշտ եկեղեցիներում կան
ասենք նայում ես 30-40 տարի է ինքը ապաշխարության կոչին գնում ապաշխարում է։ Այդ Քրիստոսին ընդունելու կոչին։ Կամ Мы знаем, есть везде в церквях есть люди, которые 30, 40 лет, когда есть призыв к покаянию, как принимать Христа, они выходят. Ну, да, есть такие. Խոսրով тоже таком состоянии был. Ահա, Но, опять же, Խոսրովն էլ այդ վիճակում է։ часто люди что-то делают, потому что они не знают, скажем, Писание, что нужно делать на самом деле. Ուստի նորից ասենք, մարդիկ հաճախ որոշ բաներ անում են, որովհետև չգիտեն, թե Աստվածաշունչը ինչ է ասում, լավ չեն հասկանում։ Ну, я знаю одну церковь, где сестра сказала, я хочу принять крещение, и когда братья спросили, почему, она сказала следующее. Ես գիտեմ մի եկեղեցու մի քրոջ, որ երբ որ пիտի մկրտություն ընդուներ, եղբայրները հարցնում են, ինչու ես ուզում մկրտվել, ինքը հետևյալ պատասխանն է տալիս։ Она сказала, ну, я уже хожу в вашу церковь долгое время, и я смотрю, что к вам мало кто приходит, а вы так стараетесь. Ես ասում եմ, երկար ժամանակ է արդեն գալիս եմ ձեր եկեղեցի եւ նկատում եմ, որ դուք բավականին ջանք եք դնում, բայց քիչ մարդ է գալիս։ Поэтому я решил ободрить вас, принять крещение, чтобы вы чувствовали себя лучше. Ուստի որոշեցի ձեզ քաջալերելու համար մկրտվել, որ դուք ձեզ լավ զգաք։ Решил ободрить пасторов так. Ну. Այսպես որոշել էր այս ձևով քաջալերել հովիվներին։ Вот, и ей сказали спасибо, не надо, да. Իրեն ասում են շնորհակալություն, պետք չի։ Вот, но мы сейчас говорим о том, что поместная церковь состоит из разных людей, которые находятся на разном духовном уровне, и некоторые неверующие. Մենք հիմա խոսում ենք տեղական եկեղեցիների մասին, որտեղ կան մարդիկ, որ տարբեր հոգևոր մակարդակներում են գտնվում, նրանց մեջ կան անհավատներ։ И также есть некоторые неверующие, но религиозные, которые думают, что с ними все нормально. Եվ նաև կան որոշ անհավատներ, որոնք ինչ որ կրոնավոր վիճակների մեջ են եւ կարծում են, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։ И поэтому это послание следует рассматривать как проповедь. Ուստի այդ ուղերձը այս ուղերձը հարկավոր է ընդունել որպես քարոզ։ И поэтому есть структура, есть определенная логика. Այն ունի իր կառուցվածքը որոշակի տրամաբանություն կա։ И в то же самое время автор переплетает отрывки, которые являются призывом к определенной категории людей. Եվ նաև նույն ձևով հեղինակը կարծես տարբեր պատառիկներ վերցնում է, համախմբում է եւ դրանք վերաբերում են տարբեր կատեգորիայի մարդկանց։ Я не знаю. Поэтому этот проповедник, он не дает, скажем так, спать на проповеди. Եվ կարելի է այսպես ասել, որ այս քարոզիչը թույլ չի տալիս, որ իր քարոզի ժամանակ քնեն։ Поэтому, читая это послание, некоторым будет страшно. Ուստի այս նամակը կարդալիս ոմանց համար մի քիչ սարսափելի վիճակ կլինի։ И так должно быть. Եվ այդպես էլ պետք է լինի։ Потому что некоторые, возможно, находятся в положении, когда назад дороги уже не найти. Որովհետև ոմանք թերևս գտնվում են այնպիսի վիճակում, որ նրանց հետդարձի ճանապարհ գտնելը այլևս չի ստացվի։ Поэтому иногда это, знаете, чтение этого послания немножко похоже на аттракцион такой, когда
Может, вы видели видео, когда быстро поднимают людей вверх, и некоторым и радостно, и потом они теряют сознание, и потом страшно, и потом опять. Ոստի այս նամակի ընթերցանությունը մի քիչ կարելի է նմանեցնել այն ատրակցիոններին, երբ որ տեսել եք, ասենք մարդկանց բարձրացնում է մի քիչ վերև, մարդկանց այդ ժամանակ հաճելի է, լավ են զգում, ուրախանում են, մեկ էլ հանկարծ արագ ցած է իջացնում, մարդիկ իրենց կորցնում են, խառնվում իրար, Поэтому он говорит, посмотрите на Христа, какой он прекрасен. նա ասում է այսպես նայեք Քրիստոսին, տեսեք ինչ սքանչելի է նա։ А потом он дает предупреждение и говорит, опасность, вы находитесь в очень опасном положении. Հետո զգուշացում է տալիս, ասում է դուք շատ վատ վիճակում եք գտնվում։ Поэтому мы видим, что это послание, оно не разделяет, скажем так, практику и богословие как отдельные вещи. Ոստի այս ուղերձը աստվածաբանությունն ու պրակտիկան կարծես չի առանձնացնում իրարից որպես տարբեր բաներ։ Поэтому если наш Бог такой, вот что должно происходить. Будьте осторожны. Ոստի կարծես ասվում է, որ մեր Աստված այսպիսինն է, եթե նման բան լինի, հետևյալը կկատարվի։ Ոստի զգուշ եղեք։ Поэтому давайте посмотрим первое предупреждение с 1 по 4 стихи. Եկեք նայենք առաջին նախազգուշացումը 1-ից 4 խոսքերում։ Вторая глава, да? Да. Երկրորդ գլխում։ 1-ից 4-ը կկարդաք, Խոսրո։ И у нас время, наверное, да? Ու երևի արդեն ընդմիջման ժամանակն է, հա, ոնց որ։ Չի լսվում Հովնան ջան։ Հայ ջան, քանիսին պերերիվը հիմա։ Ռասպիսանյան իմ մոտ չկա Լիաննա ջան, ես չգիտեմ։ Хорошо. Он сейчас просит Դասախոսացնում։ Расписанию Հայկա сейчас։ Հիմա ճաշից հետո քանիսին է։ Երբ սկսեցինք 20 պակաս։ 9 րոպե ունենք։ У нас 9 минут, еще 9 минут есть. Хорошо, есть время прочитать. Այսինքն ժամանակ ունենք որ կարդանք, հա, 1-ից 4-ը Հովնան ջան։ Դրա համար պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք մեր լսածներին, որպեսզի չլինի թե թերանանք, որովհետև եթե հրեշտակների միջոցով տրված խոսքը հաստատում էր եւ անգամ հանցանք ու անհնազանդություն իր արդար հատուցում ստացավ, մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անող գտնվենք այնպիսի մեծ փրկության հանդեպ, որ նա խրճակվեց Տիրոջ կողմից եւ ապա մեր մեջ հաստատվեց նրանց միջոցով, որ իրենից էին լսել եւ Աստված ինքն էլ դա վկայեց եւ նշաններով ու զորավոր գործերով, զանազան հրաշքներով եւ Սուրբ Հոգու պարգևներով իր կամքի համաձայն։ Поэтому здесь автор говорит, нам нужно быть особенно внимательными. Այստեղ հեղինակն ասում է մենք պետք է շատ ուշադիր լինենք։ И Հատուկ ուշադրություն դարձնենք։ И опасность заключается не в прямом таком уходе от Евангелия. Եվ վտանգը հենց այդպես ուղղակիորեն ավետարանից հեռանալու մեջ չէ։ А речь идет о медленном таком, знаете, дрейфе в сторону. Այլ խոսքը այն մասին է, որ դա կարող է շատ դանդաղ աննկատ, բայց մի կողմի վրա շեղվելու մասին լինի։ Поэтому говорят про лягушку, да, что если ее бросить в кипящую воду, она сразу выскочит, а если на медленном огне, то сварится. Կա, չէ, այդպիսի բան, որ ասում են գորտի մասին պատմությունը, որ եթե գորտին միանգամից երմանջրի մեջ գցես, անմիջապես կփախնի։ կթռնի, բայց եթե դանդաղ ջերմաստիճանը բարձրացնես, չի էլ զգա, չի նկատի, բայց
վատ վախճան կունենա։ Поэтому есть опасность для человека, который исповедует Христа, медленно отойти от него. Ուստի այդ վտանգը կա, որ մարդը, ով դավանել է Քրիստոսին, բայց կարող է նաև աննկատ ու դանդաղ ձևով շեղվել։ Человек может себе говорить, ну, это я уже знаю, это я слышал раньше. Մարդը կարող է ինքն իրեն ասել, դե դա գիտեմ, այս բանը առաջ էլ եմ լսել։ Это слишком узко что-то для меня. Սա մի քիչ շատ նեղ բան է ինձ համար։ И в Писании мы можем найти примеры, где Христос говорит, что некоторые люди придут с желанием войти в Царство Божие, но двери будут закрыты. Ուստի մենք գրվածքներում կարդում ենք, տեսնում ենք, որ Հիսուսն ասում է կգան, մարդիկ կլինեն, կգան, կուզենան մտնել արքայություն, բայց դռները փակված կլինեն։ И эти люди, они будут обращаться к Иисусу Христу с правильной доктриной, они будут говорить, Господи, Господи, твори нам. Եվ այդ մարդիկ կգան իրենց համար ուղիղ իրենց վարդապետությամբ, կանվանեն Հիսուսին Տեր, Տեր, ընդունիր մեզ։ И также они будут аргументировать право на нахождение в Царстве Божие, потому что они внешне идентифицировали себя как-то с церковью. Եվ իրենք իրենց փաստարկները կբերեն, որ իրենք այդ իրավունքը ունեն այդտեղ լինելու, որովհետև իրենք կարծես արտակնապես ինչ որ ձևով նույնացել էին եկեղեցու հետ։ Мы совершали служение в Твое имя. Ասեն քո անունով ծառայություններ արեցինք։ Мы слушали Твои проповеди, мы ели и пили с Тобою. Մենք քո քարոզները լսել ենք, քեզ հետ կերել խմել ենք։ Но это не принесет им ничего. Բայց դա նրանց ոչինչ չի տա։ И поэтому Писание предупреждает о серьезной опасности. И тут мы видим определенное сравнение. Ոստի գրվածքը այդ լուրջ վտանգի մասին զգուշացնում է եւ այստեղ մենք հստակ համեմատություն ենք տեսնում։ Откровение Христа по отношению к Ветхому Завету. Քրիստոսի Последствия հայտնությունը 5 կտակարանի համեմատ серьезность отказа от того, что говорил Ветхий Завет, закон Моисея, и того, что Христос предлагает. как что вы имеете? Ну, в Ветхом Завете было наказание, если человек отрекался и уходил от Бога. Տեսեք 5 կտակարանում կար Աստծուց հեռանալու, դրանից շեղվելու համար պատիժ։ И поэтому было наказание. Դրա համար պատիժ էր լինում։ И закон говорил, что душа согрешившая умрет. Եվ օրենքը ասում էր, որ մեղանչող հոգին կմեռնի։ И часто мы видим в определенные за преступления закон говорит, что предать такого человека смерти. Եվ մենք տեսնում ենք հաճախ ինչ որ հանցանքի համար, որ գրվածքը ասել է, այսպեսի հանցանք գործողին մահապատժի ենթարկել։ И здесь мы видим аргумент от меньшего к большему. Եվ այստեղ մենք տեսնում ենք փաստարկը ավելի փոքրից դեպի ավելի մեծը գնացող, И меньшее в данном случае это закон. եւ այստեղ ավելի փոքրը կոնկրետ օրենքն է։ А больше это последующее откровение Иисуса Христа. Իսկ ավելի մեծը Հիսուս Քրիստոսի արդեն բացվող հայտնությունը։ И поэтому есть предупреждение, что если так было в этом случае малом, то насколько будет хуже
для человека, который отрекается от этого откровения. Ոստի կա այդ զգուշացումը, որ եթե այն ավելի փոքր համարվող վիճակում, դեպքում, այսպեսի պատիժ կար, առավել եւս հիմա, երբ որ ես ավելի մեծի այս հայտնության մեջ ենք գալիս, ինչպիսին կլինի պատիժը։ Время? Нет, вопрос. Мгм. Если можно. Да. Լեանա ջան, այսպես Ահա։ համատեքստի սա նշանակում է նու ըստ համատեքստի, որ ովքեր որ Հիսուսի աստվածությունը կմերժեն, նրանք ինչպես 5 կտականում էր հոգին մեռնում, նաև նոր կտականի աստվածաբանությունը հետևյալն է, որ նրանք կմեռնեն։ Հոգին մեռնում, 5 կտականում կտական։ պատիժը հոգին մարդը մահանում էր, այսինքն նույնն էլ Հա, մարդ։ ըստ համատեքստի, հա, Հիսուսի աստվածությունը ովքեր որ մերժում են, խնդրեմ էլի։ Мгм. Можно понять из этого контекста, что если в Новом Завете, если люди отрекутся от Христа, от Его божества, то так как в Ветхом Завете душа умирала, если отрекся, было это наказание, то же самое будет в Новом, если отрекутся от божества и учения Христа. Ну, иногда в истории церкви церковь так считала, что нужно физически решить этот вопрос с еретиками. Եկեղեցին երբեմն պատմության մեջ եղել է, որ համարել են, որ հերձվածողներին պետք է հենց այդպես ֆիզիկապես էլ վերացնեն։ Но если мы откроем первое или второе, сейчас, секунду, второе, наверное, Фессалоникийцам. Ոնց որ երկրորդ Թեսաղոնիկ Второе Фессалоникийцам, начиная, наверное, Երկրորդ с Թեսաղոնիկեցիս 5 стиха. глава Первая глава с 5 по 9 стих. Պաստորեն առաջին գլուխ 5-ից 9-րդ խոսքերը երկրորդ Թեսաղոնիկից Որ Աստծո արդար դատաստանի ապացույցն է, որպեսզի դուք արժանի լինեք Աստծո թագավորությանը, որի համար տանջվում եք։ Տեսնելով որ Աստծո համար արդար բան կլինի ձեզ նեղություն տվողների նեղությամբ հատուցելը, իսկ ձեզ նեղություն կրողների մեզ հետ միասին հանգիստ պարգևել, երբ Տեր Հիսուսը հայտնվի զորավոր հրեշտակներով, բորբոքված կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետանին, ովքեր պիտի պատժվեն հավիտենական կորստով, Տիրոջ ներկայության զորության արքից։ Ну, согласно 9 стиха, наказание, ну, может оно быть, скажем так, в момент жизни неверующего человека, который отказался от Евангелия, да, может, Откровение показывает это. Հիմա 9-րդ ըստ 9-րդ խոսքի հնարավոր է որ անհավատ մարդու կյանքում այդպիսի մի բան լինի, ով հրաժարվում է ավետարանը չի ընդունում, հայտնությունը դա ցույց է տալիս։ Ну, Христос определенно убьет массу людей физически за неверие. Քրիստոսը մարդկանց բազմություններ հաստատ անհավատության պատճառով հաստատ կսպանի։ Но что еще более точно мы можем сказать, что все, кто не покорился Евангелию, подвергнутся вечной погибели. Բայց մյուս բանը որ հստակ կարող ենք ասել, բոլոր նրանք, ովքեր ավետարանը չեն ընդունել, իրենք այդ հավիտենական կորստին կդատապարտվեն։ И это на 100% справедливо. Եվ դա 100% արդար բան է։ Поэтому, возвращаясь к нашему тексту, мы видим этот большой контраст. Այսպիսով վերադառնալով մեր տեքստին այդ մեծ հակադրությունը մենք տեսնում ենք։ Если в Ветхом Завете за нарушение
правил вас мог сбить автомобиль насмерть, Եթե հին կտակարանում ինչ որ օրենքը խախտելու պատճառով հնարավոր էր որ մեքենա ինչ որ ձեզ գար խփեր ու դուք դրանից մեռնեիք, то сейчас человек, который отрекся от Евангелия, он встретится с большим самосвалом. հիմա երբ որ նոր կտակարանում ավետարանից մարդը հրաժարվի, նրա դիմացը մի մեծ բեռնատար մեքենա կգա։ Но есть всегда этот принцип, кому больше донос, того больше спрос. Միշտ այդ սկզբունքը գործում է, ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում։ И автор говорит, что это Евангелие, оно не просто было, ну, скажем так, озвучено, а оно было подтверждено. Եվ հեղինակ ասում է, որ այդ ավետարանը ոչ միայն հռչակվեց, այլև հաստատվեց։ И у нас есть 4 пути, каким образом Бог подтверждал Евангелие, которое проповедовали апостолы. Եվ 4 ուղիներով Աստված հաստատեց ավետարանը, որ առաքյալները քարոզել էին։ Знамения, чудеса, различные чудеса и дары Նշաններ, Святого Духа. հրաշքներ, տարբեր հրաշքներ եւ Սուրբ Հոգու պարգևները։ Տեսակ զորություններ ա մեզ մոտ աստորեն մեկը։ У нас нет времени разбирать все по полочкам, но в 1 Коринфянам 12:11 написано, что Бог это распределял как ему угодно. Մենք հիմա սա մանրամասը չենք կարող ուսումնասիրել, բայց առաջին Կորինթացիների 12:11-ում Պողոսն ասում է, որ Աստված դրանք բաշխեց, ինչպես որ իրեն իր կամքին հաճո եղավ։ Во 2 Коринфянам 12:12 апостол Павел перечисляет этот список чудес вместе, в связке с апостольским даром. 12-ում Պողոս առաքյալը այդ հրաշքների խումբ հրաշքների մասին խոսել է առաքյալ լինելու պարգևի հետ է կապում։ Այդպես է արտահայտում։ Это неправильно думать, что все в первом веке верующие ходили направо и налево, исцеляли всех, кого попало. Սխալ է մտածելը, որ առաջին դարում հավատացյալները գնում էին աճ ու ձախ ուր գնում էին, բոլորին բժշկում էին, ով հանդիպում էր, հրաշք էին անում։ Но Павел говорит о признаках апостольства, которые проявились в нем. Он приводил эти дары в качестве доказательства того, что он является апостолом. Եվ Պողոս առաքյալը այստեղ խոսում է այն ամենի մասին, որ հետևում էր առաքյալ լինելուն, եւ ինքը դրանք թվարկում է, որպեսզի նաեւ ապացուցի իր առաքյալ լինելը։ Поэтому, когда апостолы заложили основание церкви своим учением, Ефесянам 2:20, Ուստի երբ Եփեսացիների 2:20-ում ասվում է, որ առաքյալները իրենց ուսմունքով հաստատեցին եկեղեցին, необходимость в повторном подтверждении того, что это правда, нам больше не нужно. այլևս երկրորդ անգամ այդ ամենի ճշմարտացիությունը հաստատելու անհրաժեշտություն չկա։ Կարանք ընդվիճում անենք։ Мы можем уже взять Да, наш... перерыв. Маленькая иллюстрация. Вы хотели что-то показать, Да, да? да, да. Вот это маленькое. Это свидетельство о рукоположении. Սա ձեռնադրության վկայականն է, И тут есть 2 подписи. երկու ստորագրություն կա այստեղ, Они заверяют, что это имело место быть. դրանք հավաստում են, որ այս բանը տեղի է ունեցել։ Но для меня будет глупо думать, что
все-таки чего-то не хватает. Пожалуйста, распишитесь еще раз. Еще раз. Еще раз. Եվ ինձ համար հիմարություն կլինի այդպես մտածելը, որ վայ մի բան էստեղ պակասում է, մի անգամ էլ ստորագրեք, մեկ ստորագրություն եւս դրեք։ Поэтому, как только было заложено основание и учение, оно сегодня представлено на страницах Нового Завета, у нас нет необходимости в апостолах, чудесах и подтверждении Евангелия. Ոստի երբ որ արդեն նրանց առաքյալների ուսմունքի վրա հիմքը դրվեց, այսօր այլևս կարիքը չկա ինչ որ առաքյալների եւ ինչ որ նշանների, հրաշքների, զանազան զորությունների։ Но принцип и предупреждения остается истинным. Բայց սկզբունքն ու զգուշացումները դրանք ճշմարտություն են։ Это опасное положение принять, скажем, услышать эту истину и не принять ее. Եվ դա շատ վտանգավոր վիճակ է ճշմարտությունը լսել ու չընդունելը։ Что, делаем перерыв. Сколько? 21 Ինչքանիը։ րոպե 21 րոպե Միջումը Լեան 21 минуты։ 21 минута. Сами. Хорошо, добро. Поехала 21 минута. Да, отдыхайте. Пейте кофе. Հանգստացեք, սուրճ խմենք։